Պարոն Իսրայելյան, մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո այստեղ նստածույց եք իրականացնում եւ երկու անգամ առիթ ունեցաք հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ հանդիպման արդյունքը այն եղավ, որ 2 ամսով եւս երկարաձգվելու է բոլոր արցախցիներին առանց սահմանափակումների 40,000 դրամ սոցիալական աջակցություն տրամադրելը։ Արդյոք կարող ենք ասել, որ սա այս պայքարում ձեռքբերում է։ Ես կասեի, սա պայքարի ձեռքբերումը չիմաստավոր է ինչի համար, որովհետև պայքարը ունի 12 կետ, ոչ թե մի կետ, բայց եթե անդրադառնում են իրանք մի կետի քննարկումների, առաջարկների, մենք դա էլ ենք հաշվարկում խոսքի մոտեցում, ճիշտ մոտեցում, կշարունակենք այդ քննարկումները, մինչև տեսնանք համաձայնությունը մեր կետերը, որտեղ ենք համաձայնվում, առաջարկները ուրիշ է, բայց որ միասնական համաձայնության գալը, դա ուրիշ բան է։ Դրա համար առաջարկների հալա փուլի մեջ ենք, որ վերջնական գանք համաձայնությունին, այդ ժամանակ մեր կողմից կլինի այդ հայտարարությունը, ոնց որ իրանց կողմից խոսքի, պաշտոնական հայտարարություն, մեկ էլ կողմից որպես խորհրդի։ Հələ այդ բաները չկա, առաջի հանդիպում, երկրորդ հանդիպումից ոչ մի բանով էլ չի տարբերվել, մենակ եղել այն ժամանակ մի ամիս են տվել, այս ժամանակ էլ 2 ամիս են խոսքի, ասում են պատրաստ ենք 2 ամիս, բայց մեզ հարցի մտածելու տեղ է տալիս, խեք սահմանափակում այդ ձևով, օրենքն էլ է ձեր ձեռը, հնարավորությունն էլ է ձեր ձեռը, կարակ դուք 10-15 օրվա մեջ, 20 օրվա մեջ այդ հարցերի պատասխանները բոլորը հիմնավորված ձևավորով ներկայացնեք հանրությանը, չէ։ Դրա համար մենք ասում ենք սահմանափակել պետք չի, անժամկետ թող գնա, որ դուք էլ շահագրգռված եք հարցի շուտ լուծմանը, մենք էլ որպես խոսքի պահանջատեր պատրաստայինք այդ հարցերի շուրջ քննարկումների, որոշումների իրականացման։ Դրա համար մեր կողմից եղել է բաց քննարկում, բաց խոսքի ներկայացրած մեր պահանջների կարևորությունները, անժամկետ, մինչև այնքան, ինչքան այդ հարցի պատասխանները ստանանք։ Ու ես խորհուրդ կտայի իրանց այդ ձևաչափը փոխելու իմաստով, եթե մտավախությունը ձեր մեջ է, կամ էլ ինչի հետ կախված է, եթե դուք վստահ եք, որ ունեք բոլոր հարցերի պատասխանները, մի սահմանափակեք։ Ամիս 2 ամսով մի սահմանափակեք, բայց կար ժամանակում այդ հարցերը լուծեք։ Էլի նույն կարող է մի ամսվա մեջ լուծես, խի եք արձագանքում մի ամսվա կամ 2 ամսվա մեջ։ Կարող է մի ամսվա մեջ լուծես, իսկ 2-րդ ամսվա փողը պետք է չտված։ Դրա համար ասում եմ, այստեղ հստակ պետք է մոտեցում, ավելի լուրջ այս հարցերի վերաբերյալ ուշադրություն կենտրոնացնեն, որ կարողանանք միասնական նորից եմ ասում համագործակցության կամ էլ ձևաչափերի որոշումները կայացնվի համատեղ։ Խնդիրը այս դրա մեջ է։ Փաստորեն չենք կարող ասել, որ խնդիրը ամբողջովին լուծված է, թեկուզ եւ միայն սոցիալական խնդիրների վերաբերյալ այդպես է։ Նորից եմ ասում, ոչ մի խնդիր լուծված չի։ Եթե լուծված լինի, մենք ստեղ չենք կարա, մենք չենք լինի այսօր ստեղ։ Եթե լուծված լինի, այս վրանը ստեղ չէր լինի։ Դրա համար ասում եմ, նորից եմ ասում, ժողովուրդներ որ լսեն, ոչ մեկին մի լսեք, ինչ կողմերից էլ փորձեն սուտ թեզերով կամ էլ հետատելության բանով բանանեն, այս վրանը ստեղ մինչև այնքան մնալու, մինչև մենք բոլոր հարցերի պատասխանները չունենանք։ Ու նորից անդրադառնամ, եթե իրանք այդ հարցերի սոցիալական հարցին են բանարել պատրաստականությունը, էլի խնդիր չկա։ Եկեք, բայց այն ձևաչափով, որ մեր համար էլ լինի հասկանալի, ձեր համար էլ, ու սա պարզաբանումը ասեմ, մենք ոչ մեկին չենք հավատում, մեզ խաբել են, մեզ միշտ այս ձևի հույս են տվել, խոստումներ են տվել, դա չի իրականացվել։ Դրա համար մենք այսօրվա իրավիճակում խոսք տալով, բառեր օգտագործելով, հույսը հավատով չենք ընդունում դա։ Պարոն Իսրայելյան, նաև այս օրերին 3 սկսվեց նոր մի շարժում արցախցիների կողմից, հասարակական գործիչ ակտիվիստ Արթուր Օսիպովի կողմից եւ վաղը ապրիլի 18-ին եւս բողոքի ակցիայով հանդես է գալու Արցախի ներկայացուցիչների հետ եւ հանդիպում է ունենալու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Նա պահանջ է ներկայացրել, որպեսզի վերադարձնեն արցախցիներին, Արցախից թալանածը, արցախցիներից թալանածը, արդյոք սա պառակտում չէ արցախցիների միջև եւ արդյոք սրանով այս մարդիկ ջուր չեն լցնում գործող իշխանությունների ջրաղացին։ Գիտեք, ես չէի ընդհանրապես այն սովորություն չդոնեմ անդրադառնալով անձերի հետ կախված տարբեր տեղերում ինչ որ բաներով, ակցիաներով կամ շարժման անունի տակ, то есть այն
ձևաչափով իրանք աշխատանքներ են իրականացնում։ Ես խոսքի իմ այս խորհրդի մեջ ներգրավվածությունը ես կրում եմ այս պատասխանատվությունը, ամեն մարդ էլ ինչտեղ ինչ ձևաչափով է իրականացնում իր բողոքը կամ իր շարժումը կամ իր ձևաչափը, թող իրանք էլ լինեն դեղ պատասխանատվություն կրեն։ Դրա համար թե ամեն մեկի կողմից դա կլինի պարակտիչի կամ էլ ինչ որ ձևաչափ, ժամանակի ընթացքում կերևա ցույց կտա։ Բայց ծանոթ եք այդ մարդկանց, ինչ գիտեք նրանց մասին։ Ընդհանրապես ծանոթ եմ բոլորից, Արցախում մարդ չկա, որ ոչ մեկ իրար չճանաչեք։ Բայց այդտեղ հարցի ով ոնց է մոտենում այդ հարցի որոշումը ոնց է տեսնում։ Ես իմ կողմից ունեմ հանրային խոսքի, սենց ձևաչափով եմ ես իմ աշխատանքներս ողջունում, ընդունում, մարդիկ էլ իրենց խոսքի անձնական տեսլակետով, որոշումով կամ էլ մոտեցումով։ Ստեղ կարևորացնելը ով ինչ դերակատարություն է, ես գիտեմ թե անձնական հասկացողությունը մենք պիտի սաղ մի կողմ դնենք։ Որովհետև դա է միշտ եղել մեր ընդհանուր process-ների կամ կարևոր հարցերի շուրջ քննարկելու կամ առաջ խաղացման մեջ կամ ամենամեծ խանգարիչը կամ էլ ընդհանրապես ինքը չի իրականացվել։ Դրա համար նորից եմ ասում, ամեն մարդ մտահոգված այս իրավիճակում, այս ծանր իրավիճակում առանձնապես արցախցիներին եմ ես կոչ անում, արցախցիներին եմ ես խնդրում, ինչ որոշումներ կայացնում եք կամ ինչ ձևի ուղղություններով վրա աշխատանքներ եք իրականացնում, միշտ մտածեք դրա հետևանքների մասին, պատասխանատվության բանի մասին եմ խոսում, ու դրա պատասխանն էլ միշտ ժամանակն է տալիս, այդ նույն ձևի էլ ընթացքում եք մենք միշտ իմանում, ինչ մարդ, ով, ինչ դերակատարություն, նույն էլ հիմիկվա իրավիճակում, մենք որ ստեղ ինչ որ գործողության process-ի ընթացքում ժողովուրդը նկատի տեսնի, որ մենք ինչ որ խաղեր եք տալիս կամ ինչ որ բան եք, մեզ են քննադատելու, չէ՞։ Դրա համար ես այսօրվա իրավիճակում ունեմ իմ դիրքորոշումս, այս շարժման հետ կախված, մեր ներգրաված ներկայացուցիչները, անձերը որ կան, բոլորն էլ գիտակցում են դրա պատասխանատվությունը, որ մենք ստեղ այն դիրքում ենք, որ սա մեր համար վերջնական ինչ որ մի հատ կարևորության էլի հետ կախված է, որովհետև այստեղ իշխանության կողմից Արցախի հարցն են ուզում փակեն, գերիների վերադարձի մասին ընդհանրապես չի խոսվում, անհետ կորածների հետ կախված բաներ կա, հարցեր կա, Մինսկի խմբի լուծարման ու մնացած այդ կետերը, մենք չենք կարող առանձնացնենք խոսքի թալանչիներ կամ հասկացողություն մենակ այդ ուղղությամբ կամ էլ սոցիալական ուղղությամբ։ Թալանչիների հետ կախված մենք վերջի ժամանակները դատախազության առաջ ակցիա ենք կազմակերպել, մեր ներկայացրել ենք, որ մենք ինքներս էլ ենք շահագրգռված իմանալ ու դրանց էլ պահանջ ենք ներկայացրել խոսքի, որ ձևավորեք հիմնավորած 7 տարի է։ Ուր են այդ թալանչիները ձեր ասած։ Մենք գիտենք, որ դա կա։ Մենք գիտենք կա ոչ թե մենակ դեղ, այլ իրանց մեջ էլ կա։ Հիմիկվա իրականությունն եմ ասում, չէ՞, թալանությունը շարունակվում է։ Դատախազության դա իր բոլոր գործիքները ունի, պարզաբանելու այդ թալանչիներին էլ, այդ փողերն էլ, այս մեկ եմ ուս գնալով միտեղ պահանջելով այն հարցը, որ չկա այդ բանը պատասխանի ձևաչափով, կա օրենքի խոսքի օրինավոր բանով։ Մենք ճնշենք դատախազությանը, մենք ավելի շատ ակցիաներ անենք, ավելի պահանջատերի դերակատարում, թող պարզաբանեն։ Մեկը ինչ էլ մեկին էլ որ ասի ես թալանել եմ, էլի պիտի գա դատախազություն, էլի պիտի դատախազությունը հիմնավորած դրա վրա, որ դա գործ սարքի ու գործովել ապացուցի հանրությանը։ Տենց է։ Հիմի այս ձևաչափը կա օրենքի, ես գիտեմ, թե ավելի պահանջատեր պիտի լինենք օրենքին, որ օրենք աշխատի։ Ես նորից եմ ասում, 7 տարվա մեջ մի հատ թալանչի չտեսանք։ Ես ուզում եմ դա տեսնեմ, որովհետև ես անձամբ այդ բառը միշտ չեմ ասում կամ էլ որովհետև էսա դա էլ պատճառ ասի։ Մոտավորապես $800,000 օգնություն են բերել Արցախ։ Ես միջև օրս էլ չգիտեմ այդ օգնությունները ուր է գնացել։ Ես էլ ունեմ, բայց ես դա չեմ ասել, չեմ արտահայտել, որովհետև այն զոհված այն երեխոցը բանով համեմատաբար մարդիկ կյանք եմ զոհաբերել, ես հիմի գամ այդ հարցը բարձրաձայնելու, բայց ես շահագրգռված եմ միջև օրս էլ իմանամ ուր է գնացել խոսքի, դրա համար գնացել ենք դատախազության առաջ, պահանջ ենք ներկայացրել, պարզաբանեք թալանչիների, որովհետև պետական մակարդակով ղեկավարների խոսքերից էլ է դուրս գալիս, ասեք, մենք ենք պատրաստ։
Պահանջներից մեկն էլ նաև այն էր, որ պետք է հրաժարական տա Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ինչքանով է այն այս պահին տեղին, ինչքանով է անհրաժեշտ, որ Սամվել Շահրամանյանը հրաժարական ներկայացնի եւ ով կարող է նրան փոխարինել այս պահին։ Նայեք, դուք այն ձևի հարց եք տալիս, որ խոսքի էլի մին 10-20-30 հոգով հարց դնելով հրաժարականի մասին, դա հարցը տես չի լուծվում։ Մեկ ունեք ազգային ժողով, մեկ ունեք սահմանադրություն, սահմանադրության հիման վրա, այդ մարդը, то есть բոլոր ինչ գնում է, այդ կարգով պիտի գնա, այդ քայլերով պիտի գնա։ Այսօրվա իրավիճակում գտնելով, որ խոսքի մեկին պիտի հրաժարականը պահանջես ու ասես, այս մյուսը պիտի գա, դե գիտեք, որ դա տես չի լինելու ու չի լինում տես բան։ Նորից եմ ասում, ես առանձնապես տես բաների վրա չեմ կենտրոնանում կամ ուշադրություն չեմ դարձնում, ինչի համար, որովհետև իմաստ չկա, ես ավելի օրինավոր ձևով եմ տեսնում։ Եթե կարող ենք անենք, բերեք օրինավոր ձևով անենք։ Եթե դա իրականանում է, բերեք օրինավոր ձևով իրականացնենք։ Ես դրա վրա եմ խոսքի մեջ։ Թե ով ալնել ինձ անձի չի հետաքրում, ինձ հետաքրքրում է Արցախի ինստիտուցիոնալ կառույցները մնա։ Ով է ղեկավարը, ով չի ղեկավարը կամ լինել չլինելու, ես անկեղծ եմ ասում, ինձ չի հետաքրքրում։ Բայց դրա կարևորությունը ինձ շատ է հետաքրքրում, որ ինքը մնա, այդ կառույցները մնա, իրաց լեգիտիմությունը ունեն ու հետագա մեր գործողություններն է, թե մեր հարցի կարևորությունն է Արցախի ինքնորոշման հետ կախված, իրավունքների հետ կախված, բոլոր մեր հետ վերադարձի հետ կախված, այս կառույցները պիտի գործեն գոնե, որ ասում է, իրանց լեգիտիմությունը կարողանանք պահենք։ Այդ ձևաչափերը, մոտեցումները, տարբեր տողերի, տարբեր մարդկանց ներկայացնել, դա չի նշանակում, որ հարցը լուծումը այս ձևի է կամ էլ։ Դե մի իրական ձևի, մարդիկ մի ձևի այդ ձևի են ներկայացնում։ Միջև իրանց էլ ուրիշ մարդիկ էլ ուրիշ ձևի են ներկայացել։ Իրանք առաջինը չեն խոսքի։ Կամ էլ այդ մարդիկ այսօր որ վաղը տեսել ենք, տես մի քանի անգամ եղել է, տես բաներ եղել է։ Սե պահանջի մոտեցման հարցի հետ է կախված։ Ոնց եք մոտենում եք այդ հարցին, ինչ որոշումներով, ինչ ձևաչափով, այստեղ չլինի մի անձի հանելով, մի անձին կարևորացնելու կամ էլ մեկին, ես դա էլ եմ անընդունելի հաշվում։ Խորհուրդը նշել էր, որ հանդես է գալու եւս մեկ հանրահավաքով, արդեն օրը հայտնի է երբ է լինելու։ Մոտակա այս 2-3 օրը ընթացքում մենք լայն բան ենք ունենալու, շփումներ ենք ունենալու, հանդիպումներ ժողովրդի հետ մարզերում, տարբեր տեղերում, որ մերեն որոշում այս վերջի հանդիպման ընթացքում իշխանության կողմից ներկայացրած իրանց առաջարկների հիման վրա, որ մենք այդ պատասխանները կարողանանք ձևավորել հանրային քննարկումներից հետո։